դուրս Օլալա Դե- շացել ես ուրեմն ես գտնվում եմ եւ դարածքից եւ ժամանակից դուրս ես գտնվում եմ կողքոտայի բլուրի վրա խաչին մոտ բայց նաեւ գտնվում եմ միևնույն ժամանակ այդ վերջին ընտրիկի սենյակը եւ գտնվում եմ հարության տեղը որովհետեւ այլևս դարածք չկա ժամանակ չկա այդ ամենը մեկ է հավիտենականության մեջ ենք մենք եւ այդ հավիտենականությունը չափազանց գեղեցիկ մի բան է եւ սա է որում մենք հրավիրված ենք այդ հավիտենականությունն է ուրեմն Հիսուսի համբարձումը անհրաժեշտություն է որբեսի մեր պաշտամունքը լինի այդ ինչ որ ասված ցանկանում էր որ լիներ Միան մեկ դոն չէ, Հիսուսի հարություն արա, 40 օր վերջ ասի արբիդի դոնենք, վերջի բիդը սպասենք սուրբ հոգու կալը և վերջ չէ։ Մենք այս աշխարհքիս վրա շնորհիվ մեր մգրտության մենք երկու կյանք ենք ապրում։ Մեկ կյանքը մեր ֆիզիկական կյանքն է, իսկ մյուսը այդ նոր կյանքն է, որ մենք ստացանք եւ միացանք Հիսուսին եւ եղանք Հիսուսի մարմնի անդամ եւ մենք այդ մարմնի անդամն ենք որ կա ժամանակ որ մենք ծանր մեղք չունենք եւ որ ծանր մեղք ունենք այլ մեր անդամությունը մահանում է մինչեւ որ զղջանք հոսանենք եւ վերականգնվենք այդ կյանքի մեջը մեկ անգամ որ կյանքին վերջավորության մենք հասնենք այդ հավիտենականությանը այսինքն փոխվի ժամանակը այլևս գոյություն չունի եւ միայն մենք ասծո հավիտենականության մեջ ենք բայց հավիտենականությունը շատ մարդիկ չեն հասկանալ եւ կարծում են որ հավիտենականությունը հավերժություն է հավերժություն չէ մեր թարգմանություններուն մեջ է այդ անձիկ ովքեր թարգմանություն անում են որքան իրենց նորեն եւ նորեն պետք է իրենց ուշադրության հանձնեն որ տեսեք երբ որ անգլերեն բառը հավիտենականություն է պետք է հավիտենականություն թարգմանվի եւ ոչ թե հավերժություն երկուք ամբողջովին տարբեր բան են եւ մարդիկ խոսած ժամանակին եւս երբ որ խոսին չեն հասկանալ այս տարբերությունը եւ որովհետեւ չեն հասկանալ մեծ խնդիրը ուր է խնդիրը այն է որ այսօր ով գուզե 1000 կամ 2000 տարի ապրել ասկյանքի մեջ է գուզենայիք 1000 տարի ապրել նույնիսկ եթե առողջությունը ոչ ոք չի ուզում նույնիսկ եթե առողջությունը ներե որ մենք կարողանանք 1000 տարի ապրել բայց սա կյանք չէ եւ նաեւ մարդիկ որովհետեւ հավերժություն են կարծում կսեն բիզնեսինք վերջի կսեն որ եթե ամեն օր խորոված ուտես էլի կզզվիս ինչ որ գզետ լինի եթե ամեն օր անում ես կզզվիս այո կզզվիս երբ որ ժամանակ կա բայց երբ որ ժամանակ չի գա ժամանակ գոյություն եւ դու տարբեր հարտակի մեջն ես ապրում ամբողջովին տարբեր է չէ եւ ժամանակը չանցներ ինչ է սա կյանք մենք վիդեոներն կոնդերա մեր մտքին զարեն չի գնացել ինչպես սուրբ Պողոս ասում ինչ որ ասած պատրաստած է մարդուս մտքին չի անցած աչքը չի տեսած ականջ չի լսած այդ ամենը ինչ որ ասած պատրաստած է իրեն սիրողներուն համար Okay. Այսօր քեսարի հետ ռադիո Մարիամեն խոսում էի եւ երեք հարցումներ գային ունդը
որ պատասխանեցի, որ բավական բան լուրջ հարցումներ էին։ Հիմա այս երեք հարցումներին իմ պատասխանը, որ ես տվեցի, ցայնակրված էր Ռադիո Մարիամի կողմից եւ պիտի խնդրեմ վաղը, որ Լիլիթը այս WhatsApp-ի մեջ տնե։ Կթենեմ հայրենտը։ Ամե։ Կթենեմ։ Լավ, քեզի գտամ, որովհետև մեջ եմ պետք է մի քիչ կրճատեմ։ Okay, հիմա ուրիշ նյութի շուրջ որ կուզեմ խոսիլ, դա էլ ցեզի մի քիչ բացատրեմ, որովհետև ավետարանները կարդալով, նոր գտակարանը կարդալով, մենք իրականության մեջ չենք կարողանում հասկանալ Աստծո ծրագիրը եւ այդ ծրագրի դարածքը եւ դրա մասին ինչպես բացի ասեցի Բենեդիկտոս 16-րդը երեքադոր գիրք գրած է անոր մեջ է բավականին լավ ցևով բացատրում է այդ ամենը եւ ուսամ շատ չի դեպի բայց նորեն իմ գազիկով կոնե երեքամից պետք է որ պատրաստ լինի այդ երեքադորները առաջին հատորը երկու շաբաթեն կարող եմ դբել բայց մյուս երկուսը ավելի ժամանակ կուզեմ ուրեմն այսօր երբ որ մտածում ենք այդ աշխարհը մեկ տվականին այսինքն Հիսուսի ծննդյան դարին ինչ էր աշխարհը ճանաչված էր որպես Pax Romana որտեղ լատին աշխարհ էր հույներենը մեծ տեղ ուներ այո բայց լատինն էր հռոմեացիներն էին որ իշխում էին Pax Romana որ նշանակե հռոմեական խաղաղություն հռոմեական խաղաղություն ասելով անգնային որ ամբողջ այդ մեծ կայսրության մեջը խաղաղություն կար բայց այդ խաղաղությունը կուզեին ներկայացնել որպես մի մեծ շնորհք որ տեղի է ունեցել շնորհիվ հռոմեական կայսրության հռոմեական այդ գրիվներին բայց իրականության մեջ խաղաղություն չի կար որովհետև որպեսզի կայսրությունը կարողանար կոյադևել մինչև վերջը ապստամբությունները պետք է դադարեցնել մանավանդ գիտենք Երուսաղեմի բարական որ Երուսաղեմի բարակայի մեջ ակին մարդիկ Հիսուս երբ որ 10-12 տարեկան էր 3700 հոգի հռոմեացիները խաչեցին եւ խաչերը այրեցին որովհետեւ ըմպոստացած էին ասիկա ուրեմն մեր տվականին 11 տվականն է 65-70 տվականին եկան եւ Երուսաղեմը կանտեցին իսկ 130 տվականին ամբողջությամբ կանտեցին եւ արկելեցին ովևէ մի հրեայի որ Երուսաղեմ մտնի այդ ինչ որ կրվում է այդ ամենի մասին իրապես սարսափելի բան է որ մենք հայերս գիտենք անոր մասին որովհետև մուսալերան խնդիրը եւ անորպես ուրիշ շատ բաներ որ հայ ժողովուրդը մեր հայ ժողովուրդը ապրել է այո այդ սարսափները մենք ունեցել ենք ուրեմն այդ ժամանակ նաեւ հрьяաները այդ սարսափների մեջ ապրեցին ուրեմն ինչ էր այդ խաղաղությունը հռոմեական խաղաղությունը Բենգամեն լավն էր այդ իմաստով որ
հռոմեական այդ կայսրությունեն առաջ եւ այդ կայսրությունեն հետո ճանապարհները չափազանց վտանգավոր էին։ Հռոմեացիների ժամանակ այնքան էլ բան չէր։ Ինչպես գարտում ենք այդ բան Փարիզ համարացու արագին մեջը, այո, գային ապեսանոն բզիկ բաներ էին, իսկ ընդհանուր կերպով, երբ որ կմտածենք Սուրբ Պողոսի բոլոր այդ ճամփորդությունները, եթե 100 տարի առաջ լիներ, չպիտի կարողանար անել։ Շատ վտանգավոր էր։ 200 տարի հետո էլի շատ վտանգավոր էր։ Բայց ուրեմն այդ ժամանակը, որ քրիստոնեությունը սկսավ, ունդե բավականին խաղաղություն կար եւ ապահովություն կար ճանապարհների։ Եվ ուրեմն, երբ որ մենք խոսենք Փարի լուրի մասին, մենք խոսենք Փարի լուրը որպես մի բան, որ Հիսուս մեզ դարիս է այդ Փարի լուրը։ Բայց հռոմեացիների համար Փարի լուրը մեր Փարի լուրը չէ։ Եթե Հիսուսի մահվանից 15-20 տարի հետո, 50 տարի հետո հռոմեական ոևէ մի անձնավորության հարցներ, որ ինչ է Փարի լուրը, քեզի գսեր Փարի լուրը, այդ ինչ որ կայսրը արեց, Հռոմի կայսրը, Սեզարը, ինչ որ արեց, սա է Փարի լուրը։ Ամեն ինչ փոխվեց շնորհիվ այդ կայսրին։ Բայց ինչ փոխվեց։ Հոս է, որ Սուրբ Պողոս, երբ որ ընդունում է Հիսուսի Փարի լուրը, որովհետև Հիսուս, երբ որ սկսեց երկարաճությունը, սկսեց այս ցևով, ասելով, որ ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Ավետարան բառը, երբ որ գսենք, մենք մեր միտքը երթակ կրկին եւ որ սխալ է, շատ ավելի լավ է ասել Փարի լուրին, հավատացեք Փարի լուրին։ Փարի լուրը որն է, ինչ է։ Իր աշխարհ քալն է Փարի լուրը։ Ոչ թե կայսրին աշխարհ քալը, որ այդ կայսրը, որ ինքը աստվածացավ իրեն աստծո դեղտերին եւ որ ինքն է որ ամեն ինչը բարելավեց, չէ, այլ Հիսուս ինքն է այդ Փարի լուրը եւ Հիսուս ինքն է որ բերավ մեզ այդ Փարի լուրը, բայց այդ Փարի լուրը պետք է հրճակվի։ Եվ Սուրբ Պողոս, եթե մենք աշխատենք եւ հասկանանք Սուրբ Պողոսի մտածելակերպը, մենք մեր հանգիստը կգործընծնենք եւ կսկսենք մտածել միայն եւ միմյան ինչպես ես կարող եմ այդ Փարի լուրը դարացել։ Եթե խոստովանեի մի բան, քանի անգամ ես որպես կաթողիկե վարդապետ այնքան կաշկանդված եմ եղել իմ մեծավորներից կողմեն, որ մտածել եմ, որ եթե ես թողնեմ քահանայությունս եւ սկսեմ հրճակել այդ Փարի լուրը որպես փոխկական, շատ ավելի մարդկանց կարող եմ ես Հիսուսին բերել։ Ասում եմ, ես շատ մտածած եմ։ Եվ ինձ կաչալերողներ եղած են, որ այդ ձևով անեմ։ Որովհետև տեսած են իմ կարողություններս, բայց կաշկանդված եմ ես Հայաստանի մեջ։ Ես Հայաստան եկա, ոսե օգտակար լինելու, բայց մեծավորներս կաշկանդեցին 22 տարի է վեր։ Ինչևէ,
Ես Բայց առանց բողոքականների լինելու ճիզվիտներն էլ նույն դերն են արել, չէ՞, միշտ քրիստոնեական վարդապետության մեջ։ այո, բայց իրենք ունեն իրենց մեծավորները եւ այդ մեծավորները իրենց ցույլ կտան բացի մեծավորներս իմ սրբազաններս այսօր 22 տարվա մեջ 4 տարբեր սրբազաններ փոխվեցին ոչ մեկը ցույլ չի տվեց որ ես անեմ այդ ինչ որ կցանկանայի անել որքան խնդիրներ ունեցել եմ ես իմ մեծավորներուս հետ Pepper cantonis kanaliner այլևս ասաճես եւ մի գացեք որ ես փուշմանել եմ ոչ ես չեմ կարող թողնել կանայությունս որովհետեւ ինձի համար իմ կյանքը առանց պատարագի անիմաստ է փոխականներ պատարագ չունին խնդիրը Հիսուսին բերած մարդիկը ասեն ինչի եթե պատարագ չի գա ուրեմն լինել մաս կաթողիկեի գերծվո շատ առավելություններ ունի բայց նաև աշխատումներ կան բայց այդ ամենը ինձ համար ես ասում կնվիրեմ ասում ասել որ ասած եմ սա իմ կորցս չէ սա քո կորցս է որքան որ կթողնես մեծավորներս միջոցով որ անեմ ես անչափակ անեմ ավելի չեմ գնալ անեմ որովհետև մեծավորներս չեն ուզել եւ եթե մեծավորներ երբ որ հասկանան ոսե չափազանց կարևոր մի կետ կա որ է հնազանդությունը եւ ասածո համար ամենակարևոր բան հնազանդությունն է Իսուսի ամբողջ կյանքը նամանավանդ իրեն խաչը մահը հնազանդությունն էր այդ Գեթսեմանի բարձի մեջ իր հաղորդքը որ եթե կարելի է բայց ոչ թե իմ կամքը այլ քո կամքը սա է կենտրոնը մեր հավատքին սա է կենտրոնը մեր բրգության եւ սա միայն Հիսուս չէ որ պիտի անի այլ մեզանից յուրաքանչյուրը այդ հնազանդությունը պիտի անդոնի ինչ որ գուզե արժե այդ հնազանդությունը եւ աշխատի բայց կոտրված մարդիկ ենք եւ կադեներ մի քիչ կպոստանանք մի քիչ տարբեր կմտածենք բայց ասո շնորհքով հետ կվերադառնամ եւ սկսի մտածել շինակցեվով որ է ասո կամքը ինքն է որ ինձ կանչել է կանայության ինքն է որ ինձ օգնել է ամբողջ իմ խնդիրներից մեջ եւ ես կոհ եմ միշտ կոհ եմ միշտ ուրախ եմ միշտ լավ եմ որտեղ ասո կամքը կատարվում է իմ կյանքիս մեջ ուրեմն երբ որ խոսում ենք այդ առաջին թարը բարի լուրը մենք այսօր չենք հասկանում այդ բարի լուրը բայց Հիսուսի ժամանակ մարդիկ չէին հասկանում իրենց համար բարի լուրը կայսրն էր եւ ոչ Աստված կամ Հիսուս եւ Պողոսն է որ հասկացած էր ինչպես նաեւ առաքյալները երբ որ Սուրբ Հոգին եկավ իրենց մեջը բոլոր նրանք ովքեր ընդունեցին Սուրբ Հոգին իրենք տեսան հասկացան ինչն է ամենակարևորը այդ բարի լուրը հրճակելն է եւ այդ բարի լուրը ինչն է որ պետք է հրճակել եթե այսօր Ամերիկայի մեջ մի բան խումբ կա կանոններ եւ աշխարհականներ որ միասին աշխատում են եւ դարածում են այս բանը իրենց ամբողջ շարժումը եթե մեկ բառով պիտի ասեմ շղթաների
կոդրելը, այլևս շղթայված չենք։ Եվ ինչ իմաստով է, երկար բացատրություն գուզե, որ մենք իրապես մեր սկզբնական մեղքի պատճառով մենք բոլորս շղթայված ենք եւ Հիսուս եկավ աշխարհ այդ շղթաները ոչնչացնելու, բայց միևնույն ժամանակ մենք ապրում ենք այդ շղթաները գրելով եւ սա իրականության մեջ որոշ չափով մեր խնդիրն է, որոշ չափով խնդիրն է, որ շիտակ ձևով մեզ չբացատրվեց այդ բարի լուրը։ Եվ որովհետև այդ բարի լուրը ինձ հրճակված է եւ ես կարողանում եմ այդ ամենը հասկանալ, անոր համար մեծավորներս ինչ կասեն, ուրիշները ինչ կասեն, ամենը երկրորդական գալա եւ ես կշարունակեմ տեսնել թե ինչպես ես կարող եմ հրճակել այդ Հիսուսի ըրածը, որ այլևս կարիքը չկա, որ ես կաշկանդված լինեմ, ես շղթայված լինեմ։ Ես ոչ մեկը չի գնար ինձ շղթայել, ես շղթայված չեմ։ Աստծո ազատությունը որ կա, այդ բարի լուրը, որ Անդոն դու ազատ ես, Հիսուս քեզ ազատեց։ Ինչ է որ ազատեց։ Ազատեց մեղքի քերությունից։ Այլևս կարիքը չկա, որ ես մեղք գործեմ։ Մեղքը որ գործում եմ, շատ անգամ տարիների սովորույթն է, որ նույն բանը նորեն եւ նորեն անում ես, եւ որքան անում ես, այնքան ավելի սովորույթ է դառնում։ Իսկ այդ սովորույթի մեջ կարողանալ ասել ոչ եւ կարողանալ հասկանալ, որ Հիսուս կարող է եւ ցանկանում է եւ օգնում է, որ դու հրաժարվես այդ ամենին։ Եվ եթե ձեզ ասեմ, որ այո, մեզանից ամեն մեկը կարող է ցերպազատվել իր սխալներեն, կրնակ ասել, որ սա այնքան ընդունելի գաղափար չէ։ Տեսնում ենք մեր ճիշտ կողմը շատ լավ մարդիկներ, ովքեր նորեն եւ նաեւ նույնիսկ մարաբետների հետ, որ իրենց ամբողջ կյանքը նվիրել են Աստծուն եւ իրենք երկու շաբաթ, երեք շաբաթ անգամ կերտան խոսանանք լալու եւ կհանգատին, որ նույն բաները ասում են նորեն եւ նորեն։ Ուր է, որ Հիսուս մեզ ազատած է։ Որքան որ մենք Վարդապետ, այո, մանկական հարց տամ, բայց ոչ էլ մանկական է։ Առաջ շատ է հետաքրքրել, հիմա չեմ մտածել, նոր մտածեցի։ Հարցեր շատ եմ տվել այդ թեմայով։ Իսկ առաջի գալուստից մինչև երկրորդ գալուստը ըստ հայտնության եւ Աստված տեսողության կողմից գիտենալով, որ մարդկությունը դեպի անկում է գնում, ինչու է հնարավորությունը տրվեց, ինչու սատանին մի անգամ այդ չվերցրեց, չգցեց այդ կրակի մեջ, ինչպես որ հայտնության գրքում։ Դա էլի ժամանակի լրման հարցն է։ Ինչպես է բացատրում եկեղեցին։ Օրինակ ես որ հարց եմ տվել, եկեղեցականներից մի մասն ասում են, որ կա հատուկ բան հաշիվ երկնային Երուսաղեմում պետք է լինի հատուկ թվով փրկված հոգիներ, դեռ չի լրացել այդ փրկված հոգիների թիվը, դրա համար էլ երկարում է։ Այդ ձևի պատասխան եմ լսել։ Անիգա մագերեսային պատասխան է։
Այսօր երբ որ նայում ենք ամբողջ պատմությունը, փրկության պատմությունը, այսինքն սկսելով Ադամ եւ Եվային մինչև Նոյի նավերը, նույնիսկ Աբրահամը ասենք, առնենք Աբրահամեն մինչև այսօր, չափազանց թանտաղորեն առաջ գնում է մեկ կողմեն, իսկ մյուս կողմեն միշտ ժողովրդի մեծամասնությունը, ջախջախից մեծամասնությունը հերու են սրբությունից։ Միայն կա շատ քիչ անցիկ, որ ընդունում են, մոդենում են եւ Աստծո ցանկությունը այն է, որ ավելի եւ ավելի մեզանից յուրաքանչյուրը աշխատի մեր սրբությանը եւ նաեւ մեր սրբությունն է, որ կսարբացնի ուրիշներին։ Սա ցեզնի ամեն մեկը շատ լավ գիտի, որ երբ որ դուք ավելի լավ կյանք եք ապրում, ձեր աստեցությունը դեպի լավը ավելի շատ է ձեր ճորս կողմը։ Երբ որ արտում ենք սուրբերի կյանքը ոչ թե պատմություն է, սուրբերի կյանքը մի բան է, որ մեզ քաջալերում է, որ տեսեք կարելի է։ Պետք չի գա, որ հադուկ կյանք ապրիմ, որպեսզի ես սուրբ լինեմ։ Ես այսօր շատ ապահով եմ, որ ես սուրբ պիտի լինեմ, բայց ոչ թե այդ իմաստով, որ դուք հասկանաք, որ սուրբ, որ եկեցին ինձ սրբացնե, եկեցին ինձ չի սրբացներ, որովհետև կյանքից մեջ, որովհետև սրբացնել կնշանակե առնել այդ մարդուն կյանքը եւ կարողանալ այդ մարդուն կյանքը որպես օրինակ տալ ուրիշներին։ Իմ կյանքս այդպեսի չէ, բայց սա չի նշանակի, որ ես սուրբ պիտի չլինեմ։ Եվ սա որ ասում եմ, ցեզանից յուրաքանչյուրին կացալերում համար, որ գիտենաք, որ Աստծո ցանկությունը, որ ամեն մեկերնից առանց բացառության, ամեն մեկերնից լինենք սուրբ, սա է Աստծո ծրագիրը մեզ համար։ Ուրեմն մենք պիտի աշխատենք, երբ որ գսենք եղեցի կամքո, եղեցի արքայություն կո, իր արքայությունը այն է, որ ավելի եւ ավելի մարդիկ սկսին մտածել այդ լավ բաների մասին։ Եվ երբ որ ես այսօր նայում եմ, ամբողջ աշխարհից ինչ որ տեսնում եմ, նաեւ նույնիսկ այսօր, երբ որ նայում ենք Չինաստանի կացությունը, գիտեք, այդ լուրերը որ գալիս են, ամեն օր ամենակիչը 25,000 չինացի ընդունում են քրիստոնեությունը։ Բայց եթե աստծո շարունակվի 150-200 տարի կուզե, որ քրիստոնեությունը, բայց քրիստոնեությունը ընդունելը բավարար չէ։ Քրիստոնեական ապրելը ամբողջովին տարբեր բան է։ Երբ որ գնանք նաև Եվրոպայի մեջ տեսնում ենք, որ այնքան դակնվորայություն, այնքան սխալ կյանքեր կան, բայց նաև այնտեղ կան որոշ քանակով անձիկ, ովքեր սրբակյաց կյանք են ապրում։ Բայց սատանան մինչև վերջը աշխատում է քանտելու այդ ամենը։ Ուրեմն վերջի վերջո Աստված պիտի հաղթե, ուրիշ ձև չի գա։ Վերջավորության լավ պիտի լինի, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Եվ աշխարհի վերջը ոչ թե երկրաշարժ է կամ ինչ որ է, այդ ձևով չէ, այլ աշխարհի վերջը պիտի լինի, երբ որ ամեն ինչը
արդեն հասել է այդ աստիճանի, որ պիտի լինի Աստծո կատարյալ հրամանին տակ։ Եվ սա կարող է որ լինի 100,000, 200,000, 1 միլիոն տարի հետո, չենք գիտեր։ Եվ մյուս կողմեն, մեզանից յուրաքանչյուրը եւ բոլոր տարիների ընթացքում մարդիկ միշտ մտածել են, որ երբ որ այդ սերունդը վերջանա, անպայման աշխարհը պիտի վերջանա։ Հիմա կալ նորեն այդ մտահոգությունը կա, որ աշխարհը պիտի վերջանա, մեկ կողմեն մտածում են այդ ռումպերը, ատոմիկ ռումպը, որ կարող է ամեն ինչ կանտել, մյուս կողմեն հիմա ուրիշ մի վախ ալգա, որ այդ բան արհեստական բան intelligence ինչպես կսանայրեն Բանականություն։ Բանականություն։ Okay. Այդ արհեստական բանականությունը ամեն ինչ պիտի կանտե, ինչ գիտեմ ինչ։ Ասանք ամենը կուքան ու կանցնին։ Ուրիշ շատ բաներ կուքան անգեհենու։ Եվ դեսակ հիվանդություններ եկած են եւ պիտի կան։ Այդ ամենը մեզ չպետք է մտահոգի։ Ասկե 100,000 տարի հետո աշխարհը կմնա։ Բայց 100 տարի հետո մեզանից ոչ մեկը չի մնա։ Սա է ճշմարտությունը։ Պիտի փոխվի, պիտի մեռնենք։ Եվ մեռնենք հավիտենական մեջը կտեղավորվենք։ Հիմա հավիտենականի մեջ ենք մենք։ Բայց հետո կտեղավորվենք այնտեղ։ Այլևս փոխվել չի գա։ Եվ ինչ որ Աստված պատրաստած է, սրբոսի խոսքնորեն չափազանց գեղեցիկ է։ Ասկե 1000 տարի վերջը ինչ տեղի պիտի ունենա։ Իմ մտահոգությունս չէ, բայց ինչ որ 22 տարի առաջ, երբ որ նոր եկա Հայաստան ասել եմ եւ գոնե 100 անգամ գրկնել եմ այդ 22 տարվա մեջ, այն է որ իմ ցանկությունը միայն այն է որ իմ ավանից 150 տարի հետո մի քանի հոգի Հայաստանում ավելի լավ կյանք ապրեն, որովհետեւ ես Հայաստան եկա։ Ավելի լավ կյանքը կնշանակի ավելի քրիստոնյա կյանք։ Շատ բան չեմ գնալ փոխել։ Ես բան չեմ գնալ փոխել։ Միայն կյանքի օրինակս է, որ որոշ մարդկանց պիտի օգնի, որ իրենք ավելի լավ հարաբերություն ունենան իրենց ընտանեկան կյանքի մեջ, իրենց հավաքների հետ, եւ ինչպես քանի շաբաթ առաջ ասեցի, հիմա նաեւ մտածում եմ դպրոց բանալու, որովհետեւ դպրոցների մեջ ավելի քրիստոնյա վայել կյանք սորվեցնենք նոր սերունդին։ Ես պիտի կարող ունեմ անել։ Ես միայն ցանկանում եմ սկսել։ Երբ որ 40 տարեկան էի դպրոցում բացի եւ բավական բարիք արեց այդ դպրոցը, բայց երբ այդ դպրոցը թողեցի եւ եկա Հայաստան, այդ դպրոցը գործանվեց։ Հիմա գուզեմ ոստեղ որ մեր հողն է եւ մենք կպատկանենք այս հողի վրա մնայուն մի բան լինի։ Մնայուն, որքան որ ասած կուզե։ Բայց այդ ամենը անելու համար կարևոր է որ ես անցամ ամեն օր Աստծո հետ խոսակցության մեջ լինեմ, ամեն օր աղոթեմ իմ ժողովրդիս համար եւ տեսնեմ թե ինչ կուզե Աստված ինձ մե։ Այսօր Աստված ինչ կուզես որ ես այսօր անեմ։ Սա է։ Ինչևից է։ Եթե հարց ունեք տվեք։ Սիրելի հայր Սուրբ, ես մի հարց ունեմ, որ առաջացավ այսօրվա ձեր խոսքերից պաշտամունքի մասին,
մտածում եմ, որ այն քանզանակի մեջ, որ եկեղեցիներում գումար են գծում, կամ մոմավառությունը, թե գիտենք, որ դա Աստծո լույսն է նախ նշանակում, բայց ամբողջովին չգիտեմ ինչի համար է մոմավառությունը, այդ քանզանակի գծած գումարը էլի պաշտամունքի ձև է, փառաբանություն է Աստծո հանդեպ, թե ինչի համար է, եթե ոչ, երևի հավանաբար եկեղեցուն օգնելու համար միայն, հա, չգիտեմ, իմ կարծիքով նաև փառաբանության ձև է թե չէ, ուզում եմ իմանալ, հա, եւ մոմավառությունը այդքան էլ կարևոր չի, ինչքան գիտեմ, ասել են, որ կարևոր չի այդքան շատ, հա, այրանտուն դրանց մասին եմ ուզում իմանալ։ Մանկության օրամի բաբը անգներ որ այս ծևերը որ կա տարբեր մշակույթների մեջը եթե օգնում են մարդկանց որ մի քիչ ավելի աստծո մոդենան լավ է այդ ամեն անելը ինչ որ օգնում է ամեն դե այդ գումարները շատ անգամ սխալ ձևով օգտագործվում են բայց դա կարևոր չէ կարևորը երբ որ տուն դրամ տալիս ես եկեղեցուն նույնիսկ եթե այդ դրամին մեծամասնությունը պատասխանատուները իրենք յուրացնում են բայց տուն կուպարտականություն անում ես որ մենք եթե ես այսօր քրիստոնյա եմ ես քրիստոնյա եմ որովհետև միլիոնավոր մարդիկ հակին գումարներ հատկացրել են եկեղեցուն եւ այդ գումարների կեսեն ավելին մարդիկ կողցել են բայց մեկ մասը մնացել է եւ այդ մեկ մասով է որ ես այսօր քրիստոնյա եմ սա մեկ կողմեն եկեղեցիների շինությունը եկեղեցիների պահպանումը քիրքերի ժամանակին արտադրությունը վերջը քիրքերի դպակրությունը միսիոնարներ ղրկելը եւ անցիկ ովքեր պիտի սովորեն եւ սովորելու համար որքան գումարներ բաներ այդ ամենը երբ որ գնայիս եկեղեցու կյանքը հակին գումարների կարիք ունի սխալ ձևով գործածում են կարևոր չէ աշխատենք որ երբ որ մենք օգնում ենք մեր օգնությունը լինի պետք եղած ձևով ուրեմն գադեներ հիմա երբ որ խոսենք երբ որ եկեցին ասում է որ գնոնքի համար բզակի համար տաղումի համար քին պետք չի ալա սակ պետք չի ալա բայց ժողովուրդ երբ որ չի հասկանում սակ դնում է բայց ես անձամ սակ չեմ տրել ամբողջ իմ կյանքիս մեջ երբեք դրամ չեմ ուզած երբ որ Հայաստանի մեջ մանավանդ բան եղած է արիքներ եղած են որ թաղում պիտի լինի եւ աղքատ են ես դրամ տված եմ բայց իրենց նաեւ ասել եմ որ եկեցին պետք է դրամ տակ ես քեզի 100,000 կուտամ դու կոնե 10,000 5,000 եկեցին դու որպեսի վարժություն լինի եւ այդ ծավալ վարժություն եղավ շատերի մոտ որ այդ ծավալ բանն ուրեմն Ավստրալիա եղած ժամանակ Ֆրանսիա եղած ժամանակ ես մեկ օպեկ չի բախնդրեր եւ դրամը իրենք կդային եւ երբ որ ժողովուրդը իր բարդականությունը անում է եկեղեցու հանդեպ եկեղեցին պետք չունի ոչ սակ տնե ոչ մոմ ծախե ոչ էլ ուրիշ բան այդ ամեն գումարները կդրվին մարդկանց միջոցով հիմա սա նաև Հայաստանի մեջ է ես պանիկի ժողովրդավետ էի եւ պանիկի ժողովրդավետ երբ որ ես նոր կացի եւ որ մգրտություն գրիներ 500 դրամ ուտային բերանս չբացի բայց 5 տարի հետո 30, 40, 50,000 ուտային որտեղ եկեղեցի մեջ գործունեությունը կտեսնեին եւ ուտային
Ամես որ սա մի բավականին խրտին հարց մնե, որ որոշ անցիկ երբեք պիտի չհասկանան, ինչպես որ Ավստրալիայի մեջ էր սա, մի հայ մներ, որ չեմ գիտեր ինչ ասեմ, իրեն տորնիկը դպրոց գալիս էր, և դպրոցին պետք է թոշակը վճարվի, ինձ իսա որ ես կեզի թոշակ չեմ դա, ես կերտամ $300 շամպանյա կխմեմ գիշերվա դեղերը, բայց քեզի մի գոբեկ չեմ դար։ 60 անց մարդ մներ։ Ինչ կրնաս ծարվեցնել այդ մարդը։ Չես խոսիր, կտոնիս։ Բայց մյուս կողմեն ասված ուրիշներին սիրտը կպանա, որպեսզի ուրիշները օգնեն, և դպրոցը Փառք Աստծո լավ վիճակի մեջ էր, երբ որ ես թողեցի։ Բայց չի կարողացան շարունակել։ Իսկ հիմա հետ էի ուզում հարցնել, շարունակվեց, փակվեց դպրոցը։ Այդ դպրոցը փակվեց, որովհետև ինձ մեծ եկողները, պապաննա, ես իրենց հասնեցի, բայց երբ որ ասորտնությունը չլինի, երբ որ գուզես տուն առանցին հաճողիս, ընդհանրապես կծաղողենք մենք։ Իմ հաճողությունս իմս չէր, իմ հաճողությունս ես ասել էի, ասածամոր ասել էի, գուզեք աստպրոցը կոցվի, թող կոցվի, եթե գուզեք որ բաց մնա, օգնեցեք։ Եվ ասված օգնեց, մարդկանց միջոցավ անշուշտ, բայց ասված օգնեց։ Քանի երեխա էին Վարդապետ ձեր ժամանակ։ 282։ Շատ ճանաչված դպրոց էր, դիսցիպլինը շատ լավն էր, ուսման մակարդակը չափազանց բարձր էր։ Քանի շրջանավարտ եք ունեցել Վարդապետ։ 3, երբ որ ես տղեցի, երրորդը կար արդեն։ Այս դուք ինչպես եք համ հոգևորական եղել, համ բանը դպրոցի տնօրեն եղել։ Բայց ինչու արգելված է որ։ Ինչպես հասցնել։ Եկեղեցական շատ ծանրաբեռնված է լինում։ Ես սա ուրեմն եւ ժողովրդապետ էի, եւ դպրոցի տնօրեն էի, եւ օրական 4 ժամ ռադիո կվարեի։ Օրականից 3-4 ժամ հազիվ կքնեի։ Արդու ժամի 2-ին կարտնանայի, որ ռադիոն պատրաստեմ։ Ռադիո Մարիամն էլ լրիվ սկզբից դուք եք, հա բաները։ Այո, փորձառություն ունեի։ Ես լսում եմ երբեմն։ Շատ հաճելի է լսելը։ Ես նույնիսկ չգիտեի, որ կաթողիկ եկեղեցու ռադիոն է, որովհետև այնտեղ աշխատողները առաքելական եկեղեցու զավակներ են։ Ադամյան է, ինչ է։ Մետաղու գիտեմ ջութակահար։ Արշակ Ադամյան։ Արշակ, հա։ Այո։ Արշակը հետս սկսեց, երբ որ ռադիոն սկսելուց առաջ ես կուզեի ամսաթերթ սկսել, եւ ունեի ամսաթերթ ունեի, եւ իրենք աշխատեին ամսաթերթի մեջը։ Վերջ ռադիոն բացինք, եւ ռադիոն որ բացինք, սկիզբը օրական կես ժամ էր, 1-2 ամիս, վերջը օրական 1 ժամ, վերջը 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ, 8 ժամ, օրական FM 8 ժամ, բայց 24 ժամ ինտերնետով։ Իսկ կարող եք ստուգել իմանալ, թե ինչքան լսողներ կա, թե դա հնարավոր չէ։ Անհնարին է, բայց միայն թե երբ որ կնայիս այդ մարդիկ, ովքեր կարծականք են, հարցումներ կուտան բան գնեն, հոն է որ կտեսնես, որ
ընդունված է կամ չի ընդունված կամ որ մեկ բաներն են ծրագրերն են որ ավելի կլսվի Իսկ այդ մարդկանց աշխատավարձերը ինքը գովազդի միջոցով աշխատում է, տալիս է։ Կովաս չի գամ հասկրված է Բա ինչպես են ֆինանսավորվում այդ աշխատողները, Վարդապետ։ մենք պետք է ֆինանսավորենք ժողովուրդը պետք է ֆինանսավորի բայց այ ժողովուրդը շատ անչափ բան չունի այդ հասկացողությունը չունի ուրեմն արտասահմանյան օգնություն կա բայց իրենք այլևս զզված են որ այսօր 12 տարի է վեր ռադիոն գոյություն ունի եւ դեռևս չի կարողանում իր ծախսերը հոգալ այս ռադիո Մարիամը մի ռադիոկայանների ընտանիք է որ գործում է 82 տարբեր երկրների մեջ ամեն մեկը անկախ է բայց մի ուղղություն կա որ բոլորն այդ ուղղության հետևում են նույն ուղղությունն է որ բան կովաս չի գա Սա չափազանց կարևոր է եւ պետք է որ հոգեվոր լինի եւ աղոթք լինի ուրեմն շաբաթը մեկ անգամ 5 շաբթի օրեր առնվազն 5 շաբթի օրեր ես կբادرակեմ մեր մադուրին մեջը եւ իրենք կսպրեն նաեւ 5 շաբթի օրեր գեսեր ժամի 3:30 մենք ունենք սուրբավության երկրպագություն մեկ ժամ անեգա նաև մենք կուտանք Facebook-ով նգարը սուրբավության նգարը ուղիղ եթերով մարդիկ հետևում են նաև անոր եւ աղոթներ որ կան ինչևից է աղոթում ենք եւ հույս ունենք որ Աստվածամայրը պիտի օգնեն որ բարիք կարողանա անել հիմա հոկտեմբերին սպասում ենք նոր դնորենի ես այսօր 4 տարի է վեր այլևս դնորենը չեմ ռադիոյին ես սկսել եմ բայց ես դնորենը չեմ ուրիշներ բայց հիմա այդ անձը որ հիմա դնորեն է ինքը ապրում է Հունաստան եւ հոկտեմբերին է որ Հայաստան պիտի դեղավորվի եւ Հայաստանեն գործե եւ գուսամ որ շատ ավելի հաջող լինի Շնորհակալություն Վարդապետ ջան Դուք ֆենոմեն մարդ եք Աստված երկար կյանք տա ձեզ կարևոր չէ երկարը կարևոր չէ կարևորը Աստծո ծրագիրը իրականանա մեզանից յուրաքանչյուրի կյանքի մեջ Դե պիտի երկար ապրեք որ իրականանա այդ ամեն ինչը Վարդապետ ունիկալություն ունեք լսե այս տարի 15 տարեկան մի պատանի պիտի սրբատասվի Կարլո Ակուստիս 15 տարեկան էր երբ որ մահացավ այդ անձը ինձ մեջ շատ ավելի գործարարեց ամենս որ Հա, այդ որ բանով էս ինտերնետային բան է տարածել, հա, լսել եմ Ամեն օր հա, հանդիպում է Instagram-ով եմ տեսել, հա, Okay չի հասկանում, ուրեմն այդ է, հա Երբ որ Լիզիայի, Ֆրանսիայի բան Սրբույի Տերեզան 24 տարեկանին մահացավ ոչ մեկը չեր գիտեր իր մասին ոչ մեկը բամը չեր գիտեր իր մասին եւ on իրենց մեծավորին իրենց ստիպած էր որ կենսագրական կրեն եւ այդ կենսագրականը չկրնար
Այսինքն ձեր մտքին զայրեն չի կրնալ ասել, որ քանի օրինակ տված եւ վաճառված է եւ քանի լեզվով։ Լեզուները չգիտեմ, բայց գիտեմ, որ 40-ն ավելի են։ Բայց տված քանակը, ծախված քանակը 500 կիրք չէ, 500 միլիոն օրինակ։ Ես կարդացել եմ իր կյանքը, իր նամակիրք հետ կարդացել եմ, ապշելու աղջնակ է եղել։ Ու միշտ աղոթքներիս մեջ ընտրել եմ իրեն, որպես բարեխոսուհի։ 24 տարեկան տարիքին հետ ինչ գործ ունի մեր գործունեությունը։ Քսանչորս տարեկանին սպառած էր արդեն։ Ամենս որ ես ասուն ասել եմ, հիմա տեսեք, ես լիքը կաղապարներ ունիմ, երեք, եթե Վերոնիկային և պանին հարցունեք Լիլիթին, վերջին մի քանի օրը նորեն ժողովներ անում ենք, նոր բաներ մտածում ենք, ինչ կարող ենք անել բան։ Բայց ես, եթե այս վարգյանին մերնիմ, ես չապազանց կոհ եմ։ Եվ այսօր 50 տարի է իվեր, կասեմ, որ իմ մերնելիք օրս, իմ ամենաերջանիկ օրը պիտի լինի։ Որովհետև ես պիտի հանդիպիմ իմ տիրոջը։ Անգի ավելի գեղեցիկ բան չի գա։ Երբ որ լինի, ինչպես որ լինի, ցիս չի դա կրկրել այլևս։ Բայց նորություն չէ, 50 տարի առաջ է, որ նոր կանայի նույնն էր։ Ամեն օր, որ ասած կուտա, կաշխատիմ։ Ինչ որ կարող եմ անել։ Եվ սա է կարևոր։ Ինչ որ ասած կուզե, ինչպես որ կուզե։ Հիմա ասարոր մտածում էի, ոնդեղ հիմա կա 10-12 կիրք կա, որ մենք թարգմանում ենք, մեջտեղն ենք այդ թարգմանություններին։ Եթե ես այսօր մերնիմ, այս վարգանի մերնիմ, հոգս չէ գերագանության մեջ է։ Ինչու ես հոգն եմ, ասած ինքը հոգտողն է։ Ինչ որ կուզե թողալա։ Ես աշխարհը պիտի չի պրկեմ։ Ես պիտի աշխատիմ Աստծո այգու մեջը, ամեն օր որ ինքը ուտա, շնորհակալություն հայտնելով իր բոլոր տվածներին։ Շատ բարի։ Մենք Բարի էլ քեզ ենք գիշեր։ շնորհակալ, Վարդապետ ջան, 9:30 ասեցիք, դուք բարգում եք քնելու։ Չավաշահեցինք 15 րոպեն ձեր։ Ոչինչ, կվատայի։ Okay, Բարի գիշեր։ բարի գիշեր ձեր բոլորին։ Բարի գիշեր, շնորհակալ եմ։ Բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։